Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին հայ եկեղեցիներին անվանել է «Չուլանացված իսկ ազգին արտասուրբ», ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, ավելացրած մետաղ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրա, հին ժանգոտ կտորներ, մտնում ես եկեղեցի, տեսնում ես այդտեղ աղբ է, այդտեղ են դրել, ասել է նա։ Ի պատասխան Գոգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը գրել է. «Երկրի գլխավոր ցավագարն ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա»։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենես տեղ աղբա լցրած, ընդեղ աղբա լցրած, ընդեղ ինչ որ մեկի հին շորերն են, ընդեղ մեկը կոշիկներն ա դրել, ընդեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։